Ով եմ ես, կոնկրետ իմ մասին խոսքը չի գնալու այս պահին, ես էլ մասնակցությամբ հոգեբան եմ և դրա համար և ես հարցին շատ հուզում եմ։ Բնականապես ինձ թվում է մենք բոլորս մեր կյանքի տարբեր էտապներում այս հարցին անդրադարձել ենք։ Ինձ թվում է եղել է ժամանակ, որ գտել ենք պատասխաններ, եղել է որ չենք գտել, ամեն դեպքում ուզում եմ այլ կողմից մոտենալ այս հարցին։ Փորձենք մեզ դիտարկել որպես պատմական էակ, հա։ Մի քիչ ինձ թվում է հոգեբանությունը ինձ այս պահին կօգնի, կոնկրետ ավելի շուտ անալիտիկ հոգեբանությունը։ Մի քիչ եմ ուզում շատ տերմինախեղճ տանեմ, բայց միգուցե էլի։ Խոսեմ մի քիչ կոլեկտիվ անգիտակցականի մասին, սա ինչ է ոտնաթաթերի կերպով, որովհետև հիմնականում դա հետք է, պատմության հետք է, որ մեր բոլորի մեջ է և մենք այդ պատմության գրողն ենք։ Մենք ոչ միայն այդ պատմության գրողն ենք, մենք ամբողջ տիեզերքի պատմության գրողն ենք և այն հիմնականում արտահայտվում է հետքի տեսքով։ Մենք կարող ենք դրա մեջ մեր բովանդակությունը դնել և կարող ենք ստանալ մեր անձնային անգիտակցականը, որը մարմնի տեսքով ենք հիմնականում սիմվոլապես պատկերացնում։ Դրա միջոցով մենք կարող ենք անդրադառնալ ինքներս մեր խնդիրներին, կոլեկտիվ անգիտակցականը ուղղակի թույլ է տալի մեզ կանգնել ամուր մեր ոտքերի վրա, քանի որ դա հենց այն պատմությունն է, որի գրողն ենք, որի ստեղծողն ենք և որը մենք շարունակենք։ Ենթագիտակցությունը կապ է, մենք կարող ենք պատկերացնել վիզը որպես ենթագիտակցություն, որովհետև այն կամուրջ է կապ է մեր գիտակցության հետ, որը որպես այդպիսին համարվում է մեր ուղեղային համակարգը։ Ուղեղը նաև համարվում է հոգեկանի որոշակիորեն արտացոլանք։ Ինչ եմ ուզում այս ամենով ասել, ինձ թվում է մենք բոլորս անդրադարձել ենք թե ով եմ ես հարցին, բայց չգիտեմ արդյոք մենք հասել ենք այն նրան, որ պատկերացնենք մեզ այսպես կառուցվածքային, այսպես բարդ և միաժամանակ շատ պարզ։ Կուզեմ մի փոքր անդրադառնալ այն հարցին ով եմ ես։ Սա շատ կարևոր է ինձ թվում է մի պահ անդրադառնալ, սա ամենահիմնավոր հարցերից մեկն է, որ մեր կյանքում մենք կփորձենք պատասխանել կամ կգտնենք որոշակի պատասխաններ։ Ժամանակակից մարդը իմ կարծիքով շատ է զբաղված վազելով իր գործերին, հասնելով, կրթության հետևից ընկնելով, փորձելով կյանքում ինչ-որ բաների հասնել։ Արդյոք մեզ դա հաջողվում է, եթե մենք չենք անդրադառնում ինքներս մեզ։ Որն է իմ այլընտրանքային տարբերակը, ես առաջարկում եմ երկու տարբերակ, դիտարկել մարդուն որպես անձնագրի մարդ, ես մի քիչ առաջ եմ եկել իհարկե, դիտարկել մարդուն որպես անձնագրի մարդ, եթե մենք դիտարկում ենք մեզ որպես անձնագրի մարդ, ապա այս դեպքում կրթություն, ստատուս, որոշակի գործերին հասնելու նպատակներն են հիմնականում։ Արդյոք այս պահին մենք ժամանակ ունենք մենք երբևիցե անդրադառնալու թե ով ենք մենք և ինչ ենք անում այս կյանքում, հա։ Իսկ եթե մենք փորձենք պատկերացնենք, որ տիեզերքի մի մասնիկ ենք կամ պատմության մի կարևոր անձ ենք այս կյանքում, ինչպիսի կփոխվի մեր կյանքը։ Այլ դեպքում, եթե մենք չենք պատկերացնում, մենք ունենում ենք շատ խնդիրներ մեր կյանքում, դրանցից մեկը հենց օրինակ ինքնագնահատականի խնդիրն է, ինքնակողմնորոշման, նպատակների ցրվածություն, դեպրեսիա, ինչի ոչ նաև ինքնասպանություն կատարելու կամ փորձ ուզենալ կատարել։ Բայց երբ որ մենք արդեն անդրադառնում ենք մեզ որպես կամուրջ, որպես միջնորդ, որպես ապագան, անցյալը ապագան կապող մի մեծ օղակ, որը ներկան է երևի, միգուցե մեր կյանքը կփոփոխվի որոշակիորեն։ Այս դեպքում տիեզերական մարդը կամ տիեզերքի հասկացողությունը որն է, որ ես գրողն եմ այդ պատմության, ես պատասխանատու եմ իմ կյանքի համար, իմ գոյության համար, դրա համար ես ապրում եմ և ապրում եմ ներկայով, ընդունելով կյանքը այնպես ինչպիսին այն կա և հաշվի նստելով իմ պատմության հետ, իմ կոլեկտիվ անգիտակցականի հետ, սա այդ երկու մարդկանցից մեկն էր տիեզերական մարդը և ինչ եմ ուզում այս ամենով ասել, եթե մենք կյանքի հանդեպ մեր վերաբերմունքը փոփոխում ենք որոշակիորեն, դա կարող է բերել մեր հոգեկանի զարգացմանը, եթե մենք անդրադառնում ենք դրան։ Ուղղակի ես իրական սլայդերից շատ առաջ եմ անցել, բայց ամեն դեպքում ուզում եմ ասել, ուղղակի կարևոր այն է, որ կյանքը ընդունել այնպես, ինչպիսին այն կա, և վերջ-վերջը համարել, որ կյանքում ամենակարևորը հենց կյանքն է։
Ես էլի պետք է ասեմ։ Չգիտեմ ինչքանով հաջողվեց փոխանցել միտքը։ Ես ուղղակի ուզում եի հարցնել բոլորին, ովքեր որ այստեղ են, եթե մենք անդրադարձել ենք մեզ այսպես, թե մենք ուղղակի կարծում ենք, որ մենք այն մարդն ենք, որ ապրում ենք ու ինչ-որ մի բանի պիտի հասնենք, արդյոք մենք մեզ դիտարկել ենք որպես պատմության գրող, որպես մի շատ կարևոր մեր կյանքի էտապ, որպես ներկա, որպես անցյալն ու ապագան կապող մի կարևոր օղակ։ Եթե մենք այսպես մեզ անդրադառնանք, արդյոք մենք ունենանք խնդիրներ, հոգեբանական շատ խնդիրներ, ինքնակողմնորոշում, ինքնազարգացում, դեպրեսիա, տագնապներ, վախեր։ Ես ճիշտ ասած համարում եմ, երբ ինձ կանգնած իմ կոլեկտիվ անգիտակցիականի վրա, կարող եմ ասել, որ եթե մենք երբևիցե անդրադառնանք այս խնդիրներին, մեզ անդրադառնանք, մենք այդ խնդիրները չենք ունենա։ Շնորհակալություն։ Եթե կան։ Իհաց կարելի է, որ ասկի կյանքի հանդեպ վերաբերել որպես կյանք։ Իսկ ալտերնատիվա որը կլիներ, այսինքն ինչին ոնց վերաբերել։ Ալտերնատիվան այս դեպքում այն է, որ մենք կյանք արդյոք ընկալում ենք, ընդունում ենք, արդյոք մենք գիտակցում ենք, որ մենք կյանքի մեջ ենք։ Կարող է այստեղ նստած մարդը, որ չի գիտակցում։ Ներկայի մասին է խոսքը։ Գիտակցել, որ մենք մի հատ մեծ պատմության գրող ենք, գիտակցել, որ մենք շատ կարևոր օղակ ենք, որ կարող ենք կապել անցյալը եւ ապագան։ Մարդ կա, որ դա չի գիտակցում։ Կա ինձ թվում է, եւ եթե չեն գիտակցում, մենք կարող ենք այդ մարդկանց ուղղակի շատ հաճախ տեսնել, հա, մեր առօրյայում ինձ թվում է։ Թվում է, բոլոր մարդիկ հավասարազոր ունեն այդ գիտակցությունը։ Բոլորը ունեն դա որպես պոտենցիալ, ով է դա գիտակցում, դա արդեն հարց է։ Մարդու կենսաբանական սոցիալական մոտիվացիաների հարցերով, այսինքն ինչքան սոցիալական է, ինչքանով կենթանի։ Ոնց է մարդը։ Այսինքն ինչքանով հասարակական նորմերով շատ, ինչքանով Տենց որպես հարաբերակցություն չեմ կարող ասել, մեկ շատ անհատական հարց է, ամեն դեպքում ինստինկտները որպես այդպիսին եւ եթե մեր մշակույթում վերցնենք, բավականին ճնշված են, իսկ սոցիալական նորմերը ազդում են, որպեսզի դրանք որոշակիորեն ճնշվեն, եթե ինչ-որ մի բան ճնշվում է եւ չի գիտակցում, բացասական է ազդում մարդու վրա։ Իսկ եթե գիտակցվում է, դա առաջին քայլն է, որ մարդ ինչ-որ մի բան կարող է փոխել իր կյանքում։ Հետագայում, եթե նա ձեռնարկում է քայլեր, ուրեմն որոշակի լուծում է ուզում գտնել։